Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է։ Օրվա մի քանի թեմաներ վերնագրերով։ Մայրաթոռը դատապարտում է վարչապետին հանդիպած հոգևորականների հայտարարությունը, Անհիմն եւ Շինձու որակելով կաթողիկոսի հասցեին մեղադրանքները։ Եթե ես լինեի վեհափառ հայրապետը, իրենք երեկոյան կարգալույց կհռչակվեին։ Պատանիների մասնակցությամբ դաժան ծեծի տեսանյութը իրավապահներին վաղուց է հասել։ Բռնարարներն ամենաշատը 1 ամիս են անազատության մեջ մնացել։ Բաքվում դատվող հայերի ադրբեջանցի փաստաբանները պահանջել են արդարացում։ Հայաստանցի իրավապաշտպանները շոու են որակում։ Նոր սահմանադրության տեքստն ամբողջանում է վարչապետի կարծիքը, հանել անկախության հռչակագիրը հաշվի կառնեն։ Առողջության պարտադիր ապահովագրության նախագծի քննարկումը խորհրդարանում կրքեր բորբոքեց։ Ամեն օր դրա մասին խոսում եմ, ինչ եմ մտնում։ Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալն Ուկրաինայում հասավ նախագահի աշխատակազմի ղեկավարին։ Նախ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները Մայրաթոռն արձագանքում է բարձրաստիճան հոգևորականների եւ վարչապետի երեկվա հանդիպմանը, դատապարտում եկեղեցականների վարքն ու Շինձու որակում կաթողիկոսի հասցեին մեղադրանքները։ Կառավարության հրապարակած կադրերը աղմուկ բարձրացրին սոցցանցերում վարչապետի հետ նույն սեղանի շուրջ նստած կուսակրոն հոգևորականներից ոմանց մասին տարածվեցին կին եւ երեխաներ ունենալու տեղեկություններ, մի բան, որի համար Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին է մեղադրում։ Վարչապետի հետ հանդիպման էր շտապել նաև Նավասարդ Կճոյանը, որը աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվել օֆշորում ունեցվածքի շքեղ ավտոմեքենայի համար։ Մայրաթոռը չի շտապում կարգալույց անել Գարեգին II-ին սրբապղծության հովանավոր համարած, դրանից հետո վարչապետի ընդունելությանն արժանացած բարձրաստիճան հոգևորականների։ Սկզբունքային դիրքորոշման համար Այսօր հենց նրանցից մի քանիսի բացակայության պատճառով տապալված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից հետո Մայրաթոռի տեղեկատվական համակարգը հայտարարեց. դատապարտում են այդ կեցվածքը, բայց եւ կոչանում եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծել եկեղեցու ներսում, չխաթարել եկեղեցու միաբանությունը։ Նաեւ նշեցին, որ Մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի անվան հետ կապվող ինտիմ սկանդալի քննությունը չեն փակել։ Ավելին, նախքան 3 հոգանոց հանձնախմբի եզրակացությունը կարող է քննարկվել նաև Սրբազանի ծառայության ժամանակավոր կասեցման հարցը։ Հարցեր չկար, հարցերի պատասխան չեմ տալու։ Թե ինչ օրակարգով պետք է անցկացվեր Գարեգին II-ի նախագահությամբ ծրագրված եկեղեցու գործադիր բարձրագույն մարմնի Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը ճշտել չհաջողվեց։ Մայրաթոռում այսօր սակավախոս էին։ Բարձրաստիճան հոգևորականներից արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոսը նրանց թվում։ Այս տեղեկատվական համակարգը փոխանցեց, ժողովը հնարավոր չի եղել գումարել, քանի որ ներկա չէին 3 վարչապետի ընդունելությանն արժանացած 8 եպիսկոպոսներից 5-ը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են ու Շինձու, Սրբազանի թիրախավորումը անթույլատրելի, տապալված նիստից մասնակիցների քննարկումներից սա փոխանցեց Էջմիածինը։ 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված գրությունը ըստ Մայրաթոռի հայտարարության խեղաթյուրված է ներկայացնում Արշակ արքեպիսկոպոսի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ 3 արտահոսած հայտարարության մեջ 13 բարձրաստիճան հոգևորականներից 9 ամենայն հայոց կաթողիկոսին անվանել են մեջբերեմ սրբապղծության հովանավոր, կոչ անելով մյուս եպիսկոպոսներին միանալ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականներից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին։ Բարձրաստիճան հոգևորականները Գարեգին II-ի վարքագիծը անհամատեղելի էին որակել հայ եկեղեցու կանոններին։ Հայտարարության հիմքում Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութներ, որը ըստ հեղինակների քննչական կոմիտեից ստացված փորձաքննության համաձայն իրական է։ Մինչ հոգևորականները այդ հայտարարության մեջ պնդում են, որ վեհափառը առ ոչինչ է համարել փորձաքննության արդյունքները, կոծկել է Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը եւ այդ կերպ դարձել սրբապղծության հովանավոր, Մայրաթոռի տեղեկատվական համակարգ
համակարգը պարզաբանել է, թե հանձնախումբը ըստ էության որևէ նիստ չի գումարել, չի հանդիպել Արշակ Սրբազանին, իսկ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով եւ չէր կարող ընդունելի նկատվել հայոց հովվապետի կողմից։ Ինքը Արշակ Սրբազանը կասկածի տակ էր դրել իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի փորձաքննության առկայությունը։ Երբ որ դա կհաստատվի, այն ժամանակ իմ ասելիքները կասեմ։ Քննչականը երեկվանից չի պարզաբանում, արդյոք փորձաքննությունն ավարտել է, այսօր էլ լռում են, թե արդյոք այն տրամադրել են հանձնախմբի անդամներից մեկին, ինչպես պնդում է Մայրաթոռը։ Ազատությունը գրավոր հարցում է ուղարկել, որի պատասխանը դեռ չենք ստացել։ Բենթլի ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայելու մեջ տեսել եք ընդհանրապես։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր կառավարությունում այս եպիսկոպոսի եւ արքեպիսկոպոսներ ընդունում, իհարկե ոչ։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Հոգևորականների հայտարարությունը կարծում է բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրդանես քահանա Բաղալյանը։ Կոմպրոմատների ճնշման ներքո է արվել։ Վարչապետը վեհափառին Տեր Վրդանեսը եպիսկոպոսներին է մեղադրում կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Նրանց թվում է նախկին իշխանության մերձավորներից համարվող Կճոյանը, որի անունը նաև օֆշորային սկանդալի կիզակետում էր Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը, ով ըստ մամուլի ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայրն է։ Կոնկրետ իրենց է վերադրում։ Այդ իր հետ հանդիպվածներին։ Օրինակ, ում անունը կտակ, Ապորինի հարստանալու։ Վարչապետը Բենթլիից էր, չէ՞ խոսում, ապորենի հարուստ լինելուց էր խոսում։ Ինչու է կաթողիկոսը այդ դեպքում նախկինում ներել օրինակ Սոփուշվայտ կյանքը։ Եկել են, զղջացել են, խոստովանել են, վեհափառը իրենց ժամանակ է տվել, ներողամիտ է եղել, բարեգութել։ Ըստ Տեր Վրդանեսի 54 եպիսկոպոսից 8-ն է միացել կաթողիկոսին գահընկեց անելու վարչապետի արշավին։ Եթե անգամ բոլորը միանան, դա հիմք չէ կաթողիկոսի հրաժարականի, պնդում է քահանան։ Վեհափառ հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից, որը վեհափառ հայրապետը կուսակրանության ուխտը խախտելու ոչ հնարավորություն ունի, եկեղեցու կանոններով վեհափառ հայրապետի կանոն չկա շնության դեպքում, գոյություն չունի ուխտը խախտելու ու իր վեհափառ եղած ժամանակ ուխտը խախտելու դեպքում, նույնիսկ կանոն չկա, այսպես ասեմ, որևէ կանոն չկա, բայց դեպքն էլ չկա, այսինքն իրենք փորձում են նայեք մարդու անցյալի վրա ինչ-որ մեղքեր բարդել, այսինքն ցանկացած մեկս անցյալում ներկայում մեղքեր ունենք, 50 տարի առաջ ենթադրյալ կատարած հանցանքի համար, այսօր հիշել են, եւ ինչ ասեմ, այսօր անբարոյական կյանքով ապրող մեկն է հիշել, երբ որ իր կնոջ հետ ինքը ոչ զաքսով Գտնում եմ, որ ակնհայտ է, որ վերջացել է այդ կինոն, այսպես ասած։ Այլ կարծիքի է իշխանությունը, Գարեգին II-ի կաթողիկոսությունն այլևս հաշված օրերի հարց են համարում։ Իսկ դիտարկումները, որ վարչապետի կողքին հայտնված հոգևորականներն էլ ամենևին սուրբ չեն, ազգային ժողովի նախագահը հիմնականում խուսափել է մեկնաբանել։ Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս բնականա չեմ տեսնում եւ դա իմ համար անքննելի հարց է։ Թե ինքը ինչ մասնակցություն կունենա, թե այդ ձեր նշած փաստերը ինչ հետևանքներ կունենան, ես որևիցե բան չեմ բացառում։ Տիգրան Սարգսյանի հետ կապվում էր օֆշորային սկանդալով։ Ինչ եք առաջարկում, մարդը գործող եկեղեցում պաշտոնյա է եւ ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է եւ
Այլ թեմաներ Ադրբեջանի Գաբալա քաղաքում այսօր տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի նիստը փոխվարչապետեր Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի նախագահությամբ։ Երևանն ու Բաքուն հայտնում են, որ կրկին նշվել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատումը շարունակել հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից մինչեւ Իրանի սահման։ Ավելի վաղ Երևանը չէր բացառել, որ Թրամփի ուղով պայմանավորված հենց այդ հատվածում Սյունիքում կիրականացվի սահմանազատում։ Այսօրվա հաղորդագրությունում այդ մասին հիշատակում չկա։ Գրիգորյանն ու Մուստաֆայևը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում։ Այսօր հանդիպել են նաև Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում։ Միայն հաղորդվում է, որ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման տեխնիկական քննարկումներ են ընթացել։ Թուրքիայի արտգործնախարարն օրերս կրկին ասել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն միայն, երբ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն։ Իսկ Բաքվում ավարտվում է հայերի դատավարությունը, Արցախի ղեկավարությանը ՑՄԱ ազատազրկելու դատախազների միջնորդությանն ի պատասխան փաստաբանները արդարացում են պահանջել։ Բայց դա Երևանում որակում են բեմադրություն ապահովելու նիստերի արժանահավատությունը։ Այս ընթացքում անկախ որևէ փաստաբանի, իրավապաշտպանի ու լրագրողի չի հաջողվել անգամ դահլիճ մտնել։ Защитник подчеркнул, что Давид Бабаян... Բաքվի ռազմական դատարանի առջև կանգնած հայ գերիներից 6-ի պաշտպանները դատարանին միջնորդել են արդարացնել նրանց։ Оправдательный приговор в отношении Аркадия Гукасяна. Իշխանական Ազեր Թաջը միակ լրատվամիջոցն է, որ հայ գերիների դատերի վերաբերյալ տեղեկություն է տարածում։ Դրանք ճշտելու որևէ հնարավորություն, սակայն հայկական կողմը չունի։ Մինչև երեկվա նիստը Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնականը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին 20 տարով ազատազրկելու պահանջեր ներկայացրել։ Ղուկասյանի պաշտպաններ Հասիմովան ու Թագիևան այս նիստում հայտարարել են, Ղուկասյանը հանցավոր խմբի անդամ չէ, առաջարկում են արդարացնել նրան։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին էլ ՑՄԱ ազատազրկելու պահանջեր հնչել նախորդ նիստում։ Հիմա նրա պաշտպանը հիշեցրել է, Բաբայանը ինքնակամ հանձնվել է ադրբեջանական կողմին, միջնորդել է արդարացնել նրան։ Защитник обвиняемого Давида Манукянова Олег Гурбанов заявил, что его подзащитный не признает себя виновным и не считает себя членом какой-либо преступной группировки. Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանն էլ շեշտել է իր պաշտպանյալը զինվորական է եղել։ Գործել է կանոնադրության շրջանակներում, պաշտպան Գուրբանովը խնդրել է արդարացնել Դավիթ Մանուկյանին։ Արդարացման միջնորդություններ են ներկայացրել նաև հայ գերիներից Գուրգեն Ստեփանյանի, Վասիլի Բեգլարյանի ու Ռաշիդ Մադաթյանի հանրային պաշտպանները։ Ռաշիդ Մադաթյանը 73-ամյա գետավանցի է, որ 23 սեպտեմբերին գյուղից դուրս գալ չէր կարողացել ու գերեվարվել էր, բայց ըստ Բաքվի իրավապահների նա 90-ականներին Խոջալույի դեպքերի ակտիվ մասնակից է։ Должен быть оправдан по эпизоду покушения на жизнь государственных деятелей нашей страны, произошедшему 20 ноября 1991 года близ села Гаракент Խոջավենского района. Երեկվա նիստում Արցախցի խաղաղ բնակչի պաշտպանն ասել է, ճիշտ է Բաբայանը Խոջալույի դեպքերը տեսել է, բայց ոչ մեկին չի սպանել, նաև սուր հիշողություն ունի, օգնել է գտնել զոհերի մարմինները։ Արդարացնել 6 հայ գերիներին արդյոք Բաքվի դատարանում հնչած այս միջնորդությունները հույսի մասին են։ Ոչ Բաքվի դատարանում արդարացվող հայեր չեն լինելու, վստահ է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Տակտիկական նկատառումներով ադրբեջանական կողմը փորձում է իմիտացնել պաշտպանության իրավունքը եւ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները խոսում են հնարավոր արդարացման ակտերի մասին, հստակ գիտակցելով, որ դա անհնար է։ Իրավական գործընթացի տպավորություն են ուզում ստեղծել, ասում է իրավապաշտպանը, այնինչ արդեն քաղաքական պատվերը կա, դատարանը միայն վավերացնելու է այն, ինչ վճռել է Ալիևի իշխանությունը։ Սա միջազգային հանրությանը մոլորության մեջ գցող արհեստական քայլեր են։ Հնարավոր չէ, որ դատարանն արդարացնի գերիների մի խմբի նրանց Հայաստան վերադարձնելու քաղաքական պայմանավորվածության դեպքում process-ը տրամաբանական ներկայացնելու համար։ Ըստ իրավապաշտպանի, դատավճիռները չեն խանգարում, նախադեպ կա։ Մենք ունենք այս պահին էլ Հայաստան հայրենադարձված ռազմագերիներ, ում վերաբերյալ ադրբեջանական դատարանները կայացրած են եղել դատական ակտեր, սահմանելով օրինակ 4 տարի, 6 տարի, 15 տարի ազատազրկում։ Օրեր առաջ Բաքվից վերադարձած քաղաքասարակության ներկայացուցիչները պատմեցին, այնտեղ հավաստիացում են ստացել, որ գերիների հարցը բանակցություններում ակտիվ թեմա է։ Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում,
բայց երբ եւ ոնց եւ ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ։ Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, ես չի ուզենա դրանց մասին խոսել։ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ գերիների մի խումբ Բաքվի բանտից ազատ կարձակվի, երբ հայ-ադրբեջանական շփումներում տեղաշարժ լինի։ Ընդ որում կարծում է, որ առաջին վերադարձողները կլինեն 23 սեպտեմբերին գերեվարված զինծառայողները։ Եթե նույնիսկ փաստաթուղթը ամբողջովին ստորագրված վավերացված չէ, սակայն փաստաթղթի կատարումն ապահովող, կատարման ուղղված քայլեր լինեն, իմ գնահատմամբ Ադրբեջանը զիջումների, այսպես կոչված զիջումների կգնա եւ մարդասիրական քայլ կցուցադրի միջազգային հանրությանը։ Հայ գերիների արդարացման վերաբերյալ վերնագրերը գերիների հարազատներին մի քիչ հուսադրում են, բայց ասում են, մենք էլ գիտենք, դատարանի դահլիճում չի որոշվում հայերի ճակատագիրը։ Հույսս չեմ կորցնում, գիտեմ, որ պիտի գա, այս որ ասում հույսը վերջում է մեռնում, հələ իմ մոտ չի մահացել այդ հույսը, հələ հույս ունեմ, որ ինքը գալու է կգա։ Գերիներից մեկի դուստրը պատմեց շաբաթը մեկ հեռախոսով են խոսում, փորձում կռահել, լավ է, հո հիվանդ չէ։ Մի քանի շաբաթ առաջ որ խոսացել եմ, հենց ձենը նորմալ չէր, ոնց որ հիվանդ էր ինձ թվում է։ Մի քիչ ինձ թվում էր դժվարությամբ էր խոսում, ինձ թվում է հիվանդ էր, պրոստը ինքը չէր ասում, որ ինքը հիվանդ է։ Ասում եմ խիչ ես կարում խոսած, ասում ասեն թել կլինի, ոչինչ։ Գոնե նախկինում կարողանում էինք տաք գլխարկ ծխախոտ ուղարկել, անհանգստանում է դուստրը։ Բաքվի բանտերում պահվող հայերին Կարմիր խաչից չեն այցելում արդեն կես տարի։ Կազմակերպության Բաքվի գրասենյակը փակ է։ Մինչև այդ հարազատները կարողանում էին գոնե ծանրոց ուղարկել։ 6 ամիսը 1.30 կիլոգրամ գերիներից մեկի մայրը հիշում է ամեն մանրուք, որ որդու հետ կապ ունի, որ օրը քանի րոպե խոսեց։ Վերջի այցը եղել է 25 թվականի հունիսի 7-ին։ Հա, ու վերջ, ոչ այցելություն, ոչ նամակ, ոչ մի բան, ոչ մի բան։ Մենակ իրանց կողմից զանգ ա եղել 10, 11, 12, 9, 6 րոպե, նայած էլի։ Միակ որդու գերեվարումից հետո մայրը հիվանդանոցից դուրս չի գալիս, մի քիչ սփոփվում է, երբ որդու հետ կամ խոսում է, կամ տեսնում Բաքվի կադրերում։ Սփոփվում է, որովհետև որդին սիրուն կոկիկ տեսք ունի։ Ինքը միշտ լավ, տրամադրված, հույսով, ժպիտը դեմքին, դատեր որ տենում է, կարգին, կուլտուրնի հագնված, սիրուն խոսում, պիտաղելով խոսում, հույսները չկտրեք, մի լավ որ դուրը բացելու է, մտնելու է։ Մայրը, որ հիվանդանոցում էլ բուժումների լինի, տան դուռը միշտ բաց է պահում։ Միշտ ոչ թե մենակ դուրս եմ բացում, սիրտս է միշտ բաց։ Բոլորի համար թող բոլորը գան, իմն մեջտեղը գա։ Մինչ այդ Ադրբեջանն ավարտել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործի քննությունն ու ուղարկել դատարան։ Բաքվի պնդմամբ 58-ամյա Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին իբր փորձել է Ստեփանակերտի կենտրոնում ահաբեկչական գործողություն իրականացնել, ինչի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Արցախի մայրաքաղաքում էր Իլհամ Ալիևը։ Պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է վիրավորվել, ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում, այլ մանրամասներ չեն հաղորդվում, զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա լուրերը թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Նոր սահմանադրության տեքստն ամբողջանում է վարչապետի կարծիքը, հանել անկախության հռչակագիրը հաշվի կառնեն։ Առողջության պարտադիր ապահովագրության նախագծի քննարկումը խորհրդարանում կրքեր բորբոքեց։ Ամեն օր դրա մասին խոսում եմ, ինչ եմ մտնում։ Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալն Ուկրաինայում հասավ նախագահի աշխատակազմի ղեկավարին։ Մի խումբ դպրոցականների կողմից հասակակից պատանուն դաժան ենթարկելու տեսանյութի հետքերով պարզվում է 3 տարածված նկարահանումը 2 ամսվա վաղեմության է, հերոսներն ամենաշատը 1 ամիս անցկացնելով բանտում արդեն ազատության մեջ են։ Դպրոցի ղեկավարությունն արդյոք ենթարկվել է պատասխանատվության, տեսանյութում պատանիները խոսում են պահակի մասին։
Հենց այսօր չափահաս է դառնում զորականցի երիտասարդը, ում խմբակային ծեծի տեսանյութը համացանցում մեծ աղմուկ ու զայրույթ է բարձրացրել։ Ընտանիքը ծննդյան օրը նշելու փոխարեն քննարկում է այս երևույթը, որ իրենց համար ամոթալի են համարում եւ պահանջում տեսանյութը հեռացնել համացանցից։ Այսօր հայր ու որդի զորականի գյուղապետարանում էին անհանգստացած։ Ես ոչինչ բան դեռ չեմ ձեռնարկել ու աչքս ծնունդն էլ չկալի։ Առաջին հերթին էսա էս հացնա, որ խեն հրապարակել իմ երեխանիմը։ Ես ուզում եմ այսօր այս հարցը լուծում տամ, որ ես հանգիստ գնամ իմ երեխու կշտի նստի, իմ երեխին մի քիչ ժամը ուրախացնենք գոնե։ 2 ամիս առաջ տեղի ունեցած դեպքի տեսանյութում 5 հասակակից ոտքերով ու ձեռքերով հարվածում են գլուխը պահած ու ցավից բղավող տղային։ Խոսքերից պարզ է, որ նրան մեղադրում են դպրոցի պահակին ինչ-որ տեղեկություն հայտնելու մեջ։ Տուժողը հերքում է, բայց հարվածները շարունակվում են։ Քոլեջի պահակը։ Ինչ գիտե որ ես քո հետ հարց ունի, մարավոր հերեկ ինձ կան չեմ ասում։ Պահակը Չապերաթաբեկյանը, ինձ էլա կան։ Գիտեմ ես կողանում տվել չէ։ Ուրիմանը տվել չէ, արել կան չէ արա։ Լակկո։ Տեսանյութը տուժողի հորը հասել է դեպքից 1 ամիս անց, ինչից հետո էլ նա այն իրավապահներին է հանձնել։ Տեսա դրա համար նեղված եկել է մեր գյուղապետի մոտ, որ ես հարցին տնող ինչ կարանք լուծում տանք, որ համացանցում չտանացվի, դա ինձ համար էլ ամոթ, մեր գյուղի համար էլ ամոթ իմ երեխու համար էլ։ Քննչական կոմիտեից հայտնում են 5 պատանիներից մեկին կալանավորել են 1 ամսով, 3-ին 20 օրով, մեկին տնային կալանք են տվել, 2 օրից բոլորն էլ ազատության մեջ կլինեն։ Դատարանը նրանց կալանքը երկարացնելու քննիչների միջնորդությունը մերժել է եւ միայն մեկի նկատմամբ վարչական հսկողություն սահմանել, մյուս 4-ի համար որևէ խափանման միջոց չկա։ Մինչդեռ եւ հայրը եւ զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը վստահ են, գործը դատարան կհասնի, մեղավորները կպատժվեն։ Այս երեխեքը դպրոցից դուրս արել, դապերից հետո ու մենակ մեր երեխեք չեն, ինչ որ կոթուց նոյեմբերամից առ երեխեք էլ կան։ Այդ երեխեքից ինչ որ անգել են ասել, այդ երեխեք ֆուլ արել ես, արել են արել։ Ու գնացել են նոյեմբերյան այդ դեպքը եղել քոլեջի քայինք եղել։ Այդ գործը արդեն իրավապահների մոտ ընթացք տված է, պատժված են, պատժվում են, պատժվելու են։ Երիտասարդն առաջիկա ամիսներին բանակ կզորակոչվի, նաև այդ պատճառով է նեղվել համացանցի աղմուկից, նրան դատաբժշկական փորձաքննության են ենթարկել դեպքից 1 ամիս անց, ու մարմնին վնասվածքներ չեն հայտնաբերել, ասում է հայրը։ Անկախ նրանից ով ուզմալի է դեպքը, որ վիդեոն էլ տնում ես, դիպոյցնողի համար ցնցող է, բայց մենք գյուղացի մարդիկ ենք, մենք իրար հասկացող մարդիկ ենք, ես ինձ ասեմ։ Բաժանել եմ ասել, քննչականում եմ ասել, վաղ մյուս օրը երեխեք են, մենք ենք ջահելել, մենք ենք իր այդ վիճել կռվել, հետո սա հաշտվել է գնացել, վաղ մյուս օրը իր այդ բանակ են գնամ։ Իրանք թայփսուշ երեխեք են, պետք է նրանց հանենք, որ իրար եսի բարձ ճակատով նայեն։ Ես ընդհանրեն հետ կասեմ։ Ծեծին մասնակից տղաներից մեկը Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Երեկվանից համացանցում դեպքը դատապարտող տարբեր հայտարարություններ են, մեղադրանքներ են հնչում պետական պատասխանատու կառույցների հասցեին։ Մարդու իրավունքների պաշտպանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման եւ պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։ Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որ առկա են մեր հասարակական միջավայրում։ Բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերի արձագանքման եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են ու անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին։ Պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում եւ դրանցից դուրս։ Գլխավոր դատախազությունը միայն այսօր է որոշել վերաքննիչ բողոք ներկայացնել զորականցի երիտասարդին ծեծի ենթարկածներին չկալանավորելու դատարանի որոշման դեմ։ Դատախազությունից հայտնում են, թե խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել։ Արդյոք հանրային աղմուկը կազդի դատարանի որոշման վրա, թե ոչ, պարզ կլինի առաջիկա օրերին։ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը արդարադատության նախարարությունը ծրագրում է ավարտել մարտին, չեն թաքցնում Ղարաբաղի մասին հիշատակմամբ անկախության հռչակագիրը մայրօրենքից հանելու վարչապետի կարծիքը հաշվի կառնեն։ Ադրբեջանն է խաղաղության պայմանագրի նախապայման դրել փոխել սահմանադրությունը, որտեղ Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում։
կա դեռ պատկերացում անկախության հռչակագրի հետ կապված սրան անդրադարձ կատարվել է խորհրդում։ Խորհրդում դեռ այս հարցին չենք հասել։ Ժամանակի ընթացքում, երբ որ արդեն քննարկվի, այդ հարցն էլ քննարկվի, կտեղեկանանք, բայց այս պահին դեռ խորհրդում այդ հարցը քննարկման առարկա չի դարձվել, քանի որ ձևակերպումների մակարդակով առնվազն մենք դեռ առաջարկ այս պահին չունենք իրենց ներկայացնելու։ Մեր պլանների մեջ կան, մենք հերթով, հնարավորինս հենց յուրաքանչյուր փուլը աշխատանքի պատրաստ է լինում, ներկայացնում ենք։ Դուք նաև տեքստի վրա եք աշխատում, դուք ունեք դիրքորոշում հռչակագրի հետ կապված։ Դե դա հետաքրքիր հարց է, մենք խորհրդում պետք է այդ հարցը քննարկենք եւ տեսնենք, կարծում տարբեր տեսակետներ կլինեն, քանի որ խորհրդում տարբեր, շրջանակներից են ներկայացված եւ տարբեր մասնագետներ կան, իրենց կարծիքը իհարկե կարեւոր է եւ կսպասենք այդ քննարկումներին։ Եթե չեմ սխալվում, վարչապետը նաև սրան անդրադարձել է իր ելույթներում եւ այո, այդ խորհուրդը եւ այդ խորհուրդը գործում է վարչապետի որոշմամբ է ստեղծվել, հետեւաբար վարչապետի կողմից առաջ քաշվող թեմաները անպայման պետք է քննարկվեն այնտեղ։ Կարող է վարչապետի դիրքորոշումը նաև պատճառ կամ հիմք դառնալ, որ դուք ամեն դեպքում գաք այդ եզրահանգմանը, որ պետք է հանել։ Դե վարչապետը, այսինքն մենք որպես արդարադատության նախարարություն, ինչպես գիտեք, մենք ենք առաջարկում թեմաները խորհրդին, խորհրդի անդամները եւս բաց են թեմաներ առաջարկելու առումով, բայց այսքան ժամանակ 1-2 դեպք է եղել, որ ներկայացրել են, հիմնականում առաջարկներով հանդես է գալիս արդարադատության նախարարությունը։ Դե նայեք, շատ հնարավոր է, որ այդ փուլին իհարկե հասնենք, ես այս պահին չեմ կարող ասել, դեռ անձամբ այդ հարցը նախարարի հետ չենք որոշել երբ եւ ինչպես, բայց քննարկումները իհարկե որ տանեն դրան, այդ հարցը կքննարկվի։ Ամեն դեպքում, ինչպես նշեցի, վարչապետն էլ այդ մասին արդեն հրապարակային նշել է։ Հաշվի կառնեք։ Իր կարծիքը նշել է։ Իսկ այսինքն դե դուք հաշվի կառնեք։ Դե մենք խորհուրդը եթե նկատի ունենք, խորհրդում քվեարկություն է իրականացում յուրաքանչյուր հարցով։ Տեքստի վրա աշխատող հանձնաժողովը, մասնագիտական խորհուրդն է հաստատում, այսինքն տեքստը ներկայացում է խորհրդի քվեարկությանը։ Տեքստ գրելուց հաշվի կառնեք վարչապետի դիրքորոշումը։ Դե չենք կարող հաշվի չառնել, որովհետև մենք գործադիր իշխանություն ենք եւ նախարարությունը ներկայացնելու իր առաջարկը։ Եթե կլինեն այլ առաջարկներ խորհրդի այլ անդամների կողմից, ինչը չի բացառվում, իհարկե կքննարկվի, նման դեպքեր եղել են, երբ նախարարությունը մի բան է առաջարկել, խորհրդի անդամները այլ բան եւ դրվել է քվեարկության։ Առողջության պարտադիր ապահովագրությունը վերջապես կարող է կյանքի կոչվել, իշխանությունները հավաստիացնում են, որ այս անգամ ժամկետը չեն հետաձգի, ամեն ինչ պատրաստ է, բայց խորհրդարանում նախագծի քննարկումը ջրի երես է հանել խնդիրներ։ Եկին Գյուրեղան, ձեր խոսափողը կանջատեք։ Պրոտոկոլը եւ լսեք։ Ես ասեմ, որ իմ ասացի վրա։ Առողջապահության նախարարությունից դեռ չեն հստակեցնում, թե կոնկրետ ինչ բժշկական ծառայություններ է ներառելու հունվարից խոստացված առողջապահական ապահովագրությունը։ Նախագծի քննարկման ժամանակ խորհրդանում նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, թե ծառայությունների ցանկը կհրապարակվի, երբ առողջապահության ապահովագրության օրենքը ընդունվի։ Առողջապահության նախարարի պատասխանները, սակայն օրենքի քննարկմանը ներկա անդիմադիրներին չգոհացրին։ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանը Անահիտ Ավանեսյանի արձագանքից վրդովվեց ու հայտարարեց. նախարարը պարտավոր է հայտնել, թե ապահովագրությունը կոնկրետ ինչ ծառայություններ է ներառելու։ Ժորտ այնպեսի մի տպավորություն է ստեղծում, կարծես թե այդ ծառայությունների փաթեթ մենք գաղտնի ենք բան։ Ես ամեն օր դրա մասին խոսում եմ, ինչ է մտնում, որ ծառայություններն են մտնում, բայց դրանք նախագծեր են։ Կառավարությունից չեն թաքցնում, ապահովագրությունը չի ներառելու բժշկական բոլոր ծառայությունները։ Վարչապետը դեռ անցած ամիս հայտարարել էր, որ այն ներառելու է ամենահաճախ օգտագործվող ծառայությունների ընդամենը 30%-ը։ Ըստ պաշտոնյաների, մեկ ամսից մեկնարկող առողջապահական ապահովագրությունից առաջին փուլով օգտվելու են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, 28 եւ ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց փոխարեն պետությունը կվճարի։ Հաջորդ խումբը այն քաղաքացիներն են, ովքեր իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը, դա վերաբերվում է 200,000 դրամ աշխատավարձից ավել գումար վաստակող անձանց։ Նշեմ, որ այս մեկնարկային հաշվարկային շեմը վերաբերում է համախառն ուրեմն եկամտին, սա նշանակում է, որ հարկերը
ներառյալ եւ եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա եւս հաշվարկվում է նրա բոլոր տեղերում ուրեմն հաշվարկված աշխատավարձի հանրագումարը։ Եվ եթե այս հանրագումարը 200,000 դրամից ավել է, ուրեմն նա կընդգրկվի 2026 թվականին առողջության ապահովագրության համակարգում։ Արդեն 2027 թվականից համակարգում կընդգրկվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք, 200,000 եւ ավելի բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները ապահովագրությանը ամսական 10,800 դրամ կվճարեն։ Կառավարությունը սակայն որոշ արտոնություններ է սահմանել, որոնք նախարարի ձևակերպմամբ կնվազեցնեն նրանց ամսական բեռը։ Օրինակ 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները զինապահ հիմնադրամին 5,500 դրամի փոխարեն 1,000 դրամ կվճարեն, իսկ 4,500 դրամը կուղեն առողջության ապահովագրությանը։ Եվս 6,000 դրամ էլ կստանան եկամուտների հայտարարագիր լրացնելու դեպքում։ 100-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար կգործի հետևյալ սանդղակը։ Նրանք վճարում են զինապահ հիմնադրամին 8,500 դրամ, կշարունակեն վճարել 1,000 դրամ զինապահին, մնացած 7,500 դրամը կշարունակեն վճարել արդեն առողջության ապահովագրության հիմնադրամ եւ ելի սոցկրեդիտների շրջանակներում հետ կստանան 4,000 դրամ։ Ստացվում է, որ այս խումբ քաղաքացիների համար առողջության ապահովագրության առաջնային մեկնարկային տարվա համար ըստ էության ֆինանսական հավելյալ բեռ չի ավելանում։ Իսկ արդյոք առողջապահական համակարգը պատրաստ է նման մեծ մասշտաբի բարեփոխման։ Արդյոք պատրաստ են հունվարի 1-ից քաղաքացիների մեծ հոսքեր ընդունելուն կամ բավարար թվով մասնագետներ։ Հետազոտություններն իրականացնելու համար կա բավարար քանակի որակյալ բժշկական տեխնիկա։ Առողջապահության նախարարից հետաքրքրվում էր ընդդիմադիր Արմենուհի Գյուրեղյանը։ Հիմա պետք չի լինելու նախնական հետազոտությունները։ Չէ, տեսեք։ Ապահովագրական փաթեթի մեկնարկից տարեկան հետազոտությունները եւ սկրինինգները դառնալու են հասանելի անձին եւ մենք հասկանում ենք, որ այդ 2 տարվա ցիկլը անհրաժեշտ է, որ ոչ թե բոլորը հունվարի 1-ին գան եւ անցնեն սկրինինգը, հետազոտությունները եւ այլն, որ ապահովագրական փաթեթը ակտիվանա, այլ մինչեւ 29 թիվը բոլորը այս ընթացիկ նորմալ առանց նման ձեր նշած կատաստրոֆիկ երևույթների հանգիստ կանցնեն իրենց հետազոտությունները եւ 29-ից հետո արդեն երբ որ ցիկլը կսկսի նորմալ ընթացքով արդեն գնալ կդառնա պարտադիր։ Նախարարի խոսքով արդեն այդ ժամանակ փաթեթից օգտվելու համար օրինակ կին քաղաքացիներին պարտադրվի անցնել կրծքագեղձի հետազոտությունը եւ այլ հետազոտություններ։ Կկրկնի 2 տարվա մեջ շատ լավ, կշարունակի օգտվել ապահովագրությունից։ Չի կրկնի, նրանք կգա հիշեցում դրա մասին։ Ապահովագրական փաթեթը կսարի, մինչև կգնա կօգտվի, հետո արդեն կշարունակի։ Այսինքն այստեղ մենք հենց ձեր նշած ռիսկերը կառավարելու համար այս անցումային շրջանը դեռ ապահովելու ենք, որ մարդիկ առանց բանի, այսպես իրարանցման կարողանան այս հետազոտությունները անցնել։ Ովքեր են կողմ։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ապահովագրության կառավարության ներկայացրած նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու ընդգրկվեց ազգային ժողովի լիագումար նիստում։ Այն արդեն 2 ընթերցում պետք է անցնի օրենքի ուժ ստանալու համար։ Դեռ պարզ չէ խորհրդանը երբ կքննարկի նախագիծը։ Միջազգային լրահոսից Կրեմլում շուրջ 3 ժամ շարունակվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների մեկնարկին Ռուսաստանի նախագահը դրվատել է Օրբանին Ուկրաինայի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար։ Հունգարիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, թե Մոսկվա է գնում, որպեսզի համոզվի, որ Հունգարիայի էներգամատակարարումը ձմռանն ապահովված կլինի։ Ուկրաինայում էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սկանդալը նոր թափ է հավաքում։ Իրավապահներն այսօր հասել էին նախագահ Զելենսկու մերձավոր այլ թիմակցի նախագահի աշխատակազմի ղեկավար Եռմակին։ Նրա տանը խուզարկությունից հետո օրվա ավարտին նախագահը հայտնեց, որ Եռմակը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա ի դեպ խաղաղության հարցով գլխավոր բանակցողներից է, 3 պնդում էր, որ Կիևը ամերիկյան պլանով չի գնա տարածքային զիջումների։ Բացահայտված կոռուպցիոն սխեման, որ ցնցել է պատերազմող երկրի ներքաղաքական կյանքը, ներառում է բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների։
керівник Офісу Андрій Єрмак написав заяву про відставку. Я вдячний Андрію за те, що українська позиція в переговорному треку Ես երախտապարտ եմ Երմակին այն բանի համար, որ բանակցություններում Ուկրաինայի դիրքորոշումը ներկայացվել է հենց այնպես, ինչպես պետք է ներկայացվեր։ Դա հայրենասիրական դիրքորոշում է եղել, բայց ես ուզում եմ, որ բամբասանքներ ու սպեկուլյացիաներ չլինեն։ Վաղը ես խորհրդակցություններ կանցկացնեմ, որոշելու թե ով կղեկավարի նախագահի գրասենյակը։ Շուտով բանակցություններ են լինելու եւ մեր ներկայացուցիչներն այնտեղ կլինեն։ Կլինի գլխավոր շտաբի ղեկավարը, արտգործնախարարության ներկայացուցիչը, ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը եւ մեր հետախուզությունը։ Երբ մեր բոլորի արտաքին մարտահրավերը պատերազմն է, մենք պետք է ներսում ուժեղ լինենք։ Մեր ուժերը 100%-ով պետք է կենտրոնանան Ուկրաինայի պաշտպանության վրա։ Ամերիկյան կողմի հետ հանդիպումը կկայանա շատ մոտ ապագայում։ державу. Це незмінний принцип. Вже найближчим часом відбудуться зустрічі з американською стороною. Այսքանը ազատությունը շաբաթօրյա եթերում կլինի վաղը ժամը 16-ից, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում եւ այցելեք մեր կայքը azatutun.am